այսօրվա Աստծո խոսքի պատգամը վերցված է Առակաց 8-րդ գլխից, 8-րդ գլուխը ամբողջությամբ, եւ եթե ուշադրություն դարձնենք մեր կյանքին, ուշադրություն դարձնենք ամբողջ աշխարհում եղող իրավիճակներին, տեսնելով այն մարդկանց վարքագիծը, ովքեր որ Աստծուն չեն ճանաչում, եւ նաեւ տեսնելով այն մարդկանց վարքագիծը, ովքեր որ Աստծուն ճանաչում են եւ առաջնորդվում են նրա իմաստությունով, մենք կտեսնենք հետեւյալը, որ որքան տարբերություն կա այն մարդու, որ Աստծուն չի ճանաչում, եւ այն մարդու, որ Աստծուն ճանաչում է։ Առակաց 8-րդ գլուխը իսկապես շատ հրաշալի հատված է, շատ հրաշալի գլուխ է, որը խոսում է իմաստության մասին։ Աստծո խոսքը հաճախ խոսում է իմաստության մասին եւ նրան ներկայացնում է որպես կենդանի ձայն, որը մեզ ուղղորդում է դեպի ճշմարիտ ճանապարհը։ Առակաց 8-րդ գլուխը իմաստությանը մարմնավորված է ներկայացնում, նկարագրում է որպես անձ, անձնավորում է իմաստությանը, ով կանգնած է մարդկանց կյանքի խաչմերուկներում եւ կանչում է նրանց։ Իմաստությունն ահականչում է եւ խոհեմությունը ձայն է տալիս։ Այս գլուխը ցույց է տալիս, որ Աստծո իմաստությունը գոյություն ունի հավերժությունից, գործում է ներկայում եւ ծրագրում է ապագան նրանց հետ, ովքեր որ դիմում են իմաստությանը։ Առակաց 8-ը մեզ հիշեցնում է, որ իմաստությունը պարզապես գիտելիք չէ, այլ Աստծո բնավորության արտացոլումն է, որը ձևավորվում է մեր մտածողությունը, խոսքը եւ մեր վարքը։ Մի պահ խնդրեմ, որ պատկերացնեք մի մարդու, ով քաղաքի կենտրոնում, բազմության մեջ, մեքենաների ու քաղաքի անցուդարձի մեջ, աղմուկի մեջ կանգնած է եւ շուրջ բոլորիս տարբեր հրավերներ եւ տարբեր ձայներ է գալիս, օրհնություններ, ուրախ եւ զվարճալի կյանք, բայց նաեւ այդ աղմուկի մեջ կա մի այլ հանգիստ, մեղմ, բայց համարձակ մի ձայն։ Այն լրբությամբ չի գոռում, չի պարտադրում, այլ կանչելով հայտարարում է հետեւյալը. իմաստություն գտնողը կյանք է գտել։ Եվ մենք որպես մարդիկ, ովքեր կանգնած են կյանքի խաչմերուկին, պիտի կատարեն ընտրություն։ Կընտրենք իմաստությունը, թե եսասիրական ցանկություններով մղված քայլ կանենք հակառակ ուղղությամբ եւ որը մեզ համար կհամարվի որպես հիմարություն։ Աստծո իմաստությունը հավիտենական է։ Այն մարդկանց կանչում է լսելու եւ ընտրելու ճշմարիտ ճանապարհը, որի պտուղն է Աստծո ներկայությամբ կյանք եւ բարեհաճություն։ Քարոզը, սիրելիներ, բաղկացած է 4 հիմնական հատվածից եւ առաջի հատվածը իմաստության կանչը 1-ից մինչև 11-րդ համարները, ովքեր որ ունեն Աստվածաշնչեր, խնդրում եմ, որ բացեք եւ հետևեք Աստծո խոսքին։ Եվ Աստծո խոսքն ասում է. իմաստությունը ահա կանչում է եւ խոհեմությունը ձայն է տալիս։ Բարձունքների գլխին, փողոցների վրա, ճանապարհների խաչմերուկում կանգնած է, քաղաքի մուտքի դարպասների մոտ, դռների մուտքին աղաղակում է. ձեզ եմ կանչում ով մարդիկ, իմ ձայնը մարդկանց որդիներին է ուղված, ով միամիտներ, խորագիտություն սովորեք, եւ ով անմիտներ, իմացություն ունեցեք, լսեցեք, որովհետև ազնիվ բաներ եմ խոսելու, իմ շրթունքներից ուղիղ խոսքեր են դուրս գալու, որովհետև իմ լեզուն ճշմարտությունն է ասելու, եւ իմ շրթունքների համար անիրավությունը զզվելի է։ Բերնից բոլոր խոսքերը արդար են, նրանց մեջ խոտոր եւ ծուռ բան չկա։ Նրանք բոլորն էլ ուղիղ են ըմբռնողի եւ շիտակ են հասկացողների համար։ Իմ խրատը առեք եւ ոչ թե արծաթը եւ գիտությունը, քան թե ընտիր ոսկին, որովհետեւ իմաստությունը գոհարներից լավ է եւ բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան։ Իմաստությունը ներկայացվում է որպես կենդանի ձայն, որը ուղղված է մարդկանց, կոչ անելով
լսել եւ ընտրել ճշմարտությունը եւ ոչ թե կյանքի ունայնությունը, ընտրել հավիտենականը եւ ոչ թե ժամանակավորը, ընտրել ճշմարիտը եւ ոչ թե սուտը։ Այն կանգնած է բոլորին տեսանելի վայրում, կանգնած է բարձունքների գլխին, փողոցների վրա, ճանապարհների խաչմերուկում, քաղաքի մուտքի դարպասների մոտ, դռների մուտքին եւ նա աղաղակում է։ Եվ սա ցույց է տալիս, որ Աստծո իմաստությունը հասանելի է յուրաքանչյուր անձի համար։ Ովքեր որ կուզենան փնտրել այս իմաստությունը, հասանելի են բոլոր դրանց համար։ Ասում է իմաստությունը կանգնած է բարձր տեղերում, քաղաքի ճանապարհներին, խաչմերուկի վրա, դռների ճանապարհներին կանգնած է եւ ձայն է տալիս։ Ամեն հասանելի վայրում, որտեղ որ հնարավոր է մարդիկ անցնեն, իմաստությունը կանգնած է եւ հրավիրում է դեպի իրեն։ Ի տարբերություն առակաց 8-ի, որտեղ իմաստությունը ձայն է տալիս եւ հրավիրում է իրեն, տեսնում ենք առակաց 7-րդ գլխի մեջ համարներում, որտեղ նկարագրված է պոռնիկ կինը, ով նույնպես ձայն է տալիս եւ հրավիրում է գնալ դեպի իրեն։ Եվ ասում է. «Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով եւ խորամանկ սրտով»։ Ինչպես որ իմաստությունը կանգնած է եւ դիմավորում է, ինչպես որ իմաստությունը կանգնած եւ հրավիրում է, այնպես էլ ի հակադրումն իմաստության տեսնում ենք, որ քաղաքի փողոցներում դռան մոտ կանգնած է նաեւ մի պոռնիկ կին, ով եւս հրավեր է անում դեպի իրեն։ Եվ նա ասում է. նա աղմկարար էր եւ կամակոր։ Նրա ոտքերը իր տանը չէին մնում։ Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում եւ ամեն անկյունում դարանամուտ էր լինում, թաքնվում էր։ Մինչ այդ իմաստությունը ուղիղ կանգնած է, բացահայտ կանգնած է, բարձունքներում կանգնած է, արտահայտիչ կերպով կանգնած է եւ հրավիրում է իրեն, այս պոռնիկ կինը կանգնած է, դարանամուտ է լինում, թաքնված է նա, գաղտնի կերպով, որ մարդկանց գցի իր ծուղակը, եւ ասում է. սա բռնեց նրան եւ համբուրեց, անամոթ դեմքով ասեց նրան. ես խաղաղության զոհեր պիտի անեի, այսօր կատարեցի իմ ուխտերը, դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու, քեզ փնտրելու եւ քեզ գտա։ Առաջի հայացքից կարծես թե տպավորություն է, որ այս պոռնիկ կինը աստվածապաշտ կին է, աստվածապաշտ մեկն է, բայց տեսնում ենք, որ աստվածպաշտության կերպարանքի տակ թաքնված է լրիվ հակառակ մեկ պատկեր։ Նա ասում է, որ ես իմ ուխտերս կատարեցի, զոհերս մատուցեցի, Աստծուց ներողություն խնդրեցի եւ հիմա էլ այստեղ քո առջև կանգնած եմ։ Եվ հաջորդ պաշտամունքին տաճար կգնամ, նորից զոհեր կմատուցեմ, նորից ներողություն կխնդրեմ եւ նորից կանցնեմ առաջ։ Եվ դրա համար տեսնում ենք, որ սա իմաստություն չի համարվում։ Եվ սա համարվում է Աստծո առջև բորնկություն։ Եվ իմաստությունը կրկին շարունակում է խոսել ասելով. «Եվ հիմա որդյակներ, լսեցեք ինձ եւ ուշադրություն դարձրեք իմ բերանի խոսքերին, թող սիրտդ չխռովվի դեպի նրա ճանապարհները, մի մոլորվիր նրա շավիղներումը»։ Մեզ խորհուրդ է տալի ուշադրություն դարձնելու եւ չմոլորվելու։ Ընտրությունը մերն է, ում հրավերը որ կընտրենք, նրա պտուղներից էլ կճաշակենք մեր կյանքի մեջ։ Իմաստությունը հասանելի է բոլորին։ Հակոբոս 1-5 համարն ասում է. «Իսկ եթե ձեզանից մեկը իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է»։ Այլ թարգմանության մեջ ձրիաբար տալիս է եւ ասում է. «Նրան կտրվի, ով որ կխնդրի իմաստություն Աստծուց եւ նրան էլ կտրվի»։ Մեկ կարևոր բան կա. իմաստության պակասություն ունի, ով իմաստության պակասություն ունի, թող խնդրի։ Այստեղ երկու կարևոր բան կա, սիրելիներ։ Նախ արդեն իսկ իմաստություն է համարվում բոլոր նրանց համար, ովքեր որ գիտեն, որ իրենք իմաստուն չեն։ Ովքեր որ գիտեն իրենք իմաստության կարիք ունեն,
Սա արդեն իսկ իրենց համար իմաստություն է։ Ովքեր որ գիտեն իրենց կատարած քայլերը հիմարություն էր, արդեն դա իրենց համար իմաստություն է, որովհետև միայն այս մարդիկ են գալիս դեպի ճշմարտությունը եւ դեպի իմաստությունը, եւ միայն հիմարներն են, առակած գիրքն է ասում, միայն հիմարներն են, որ անարգում են խրատը, միայն հիմարներն են, ովքեր որ իրենց գիտուն են ներկայացնում, միայն հիմարներն են, ովքեր որ ասում են ես իմաստուն եմ եւ այլ ուրիշ բանի կարիք չունեմ։ Եվ երկրորդ բանն ասում է թող խնդրի Աստծուն։ Սիրելի եկեղեցի, ով է խնդրում։ Նա ով խոնար է։ Հպարտ մարդը չի խնդրում։ Խնդրում է նա, ով որ գիտի իսկապես, որ դրա կարիքը ունի։ Իսկ հպարտ մարդը մտածում է, որ իր կյանքի մեջ ամեն բան էլ կա եւ որևէ բանի կարիք էլ չունի։ Սովորելու կարիք էլ չունի, ընդհակառակը ինքն է պատրաստ միայն սովորեցնելու, բայց երբեք չլսելու եւ չսովորելու։ Խոնար մարդն է խնդրում։ Եվ այս համարը սրա մասին է խոսում։ Իմաստությունը հասանելի է բոլորին։ Առակաց 15-րդ գլուխ 33-րդ համարն ասում է. Տիրոջը երկյուղը իմաստություն է սովորեցնում եւ փառքի առջևից խոնարհությունն է գնում։ Տիրոջ երկյուղը իմաստություն է մեզ սովորեցնում։ Ովքեր որ Տիրոջ առջև երկյուղ ունեն, սա իրենց համար իմաստություն է, որովհետև ովքեր որ երկյուղ ունեն, այլևս չեն ապրում այնպես, ինչպես որ իրենք են ցանկանում, այլ քննում են, մտածում են, խորհում են, արդյոք սա ճիշտ է որ անեմ, արդյոք սա Աստծո կամքն է, արդյոք սրանով ես կհաճեցնեմ Աստծուն, եւ արդեն իսկ այս մտորումը խորհելը խոսում է նրա մասին, որ իրենք ունեն իմաստություն, որովհետև Աստծո երկյուղից է գալիս իմաստություն մեր կյանքի մեջ։ Աստծո իմաստությունը բոլորին է հասանելի, բայց այն լսում են միայն նրանք, ովքեր ունակ են խոնար սրտով ընդունել նրան։ Այսօր եւս իմաստությունը մեզ կանչում է Աստծո խոսքի միջոցով, եւ ովքեր որ ընդունեն նրան, կվայելեն իմաստության պտուղները։ Երկրորդ կետը իմաստության արդյունքը։ Ինչպես որ հիմարությունն ունի արդյունք, այնպես էլ իմաստությունն ունի հետ արդյունք։ Եվ առակաց 8-րդ գլուխ 12-ից 21 համարներն եմ ընթերցելու։ Խնդրեմ, որ հետևեք կրկին ձեր աստվածաշնչերը բացեք եւ հետևեք ինձ հետ։ Եվ ասում է. ես իմաստությունս բնակվում եմ խորագիտության հետ եւ գտել եմ խելամտության գիտությունը։ Տիրոջը երկյուղը չարությունը ատելն է։ Ես ատում եմ գոռոզությունը ու ամբարտավանությունը, չար ճանապարհը ու նենգավոր բերանը։ Իմն են խորհուրդները ու ողջամտությունը։ Ես եմ ըմբռնումը, զորությունը իմն է։ Թագավորներն ինձանով են թագավորում, իշխանավորները արդարության կանոններ են հաստատում, ինձանով են իշխում իշխանները, ազնվականները ու աշխարհի բոլոր արդար դատավորները։ Ես սիրում եմ ինձ սիրողներին, իսկ ինձ փնտրողները կգտնեն ինձ։ Ինձ մոտ են հարստությունը ու պատիվը, մնայուն ստացվածքն ու արդարությունը։ Իմ պտուղը ընտիր ոսկուց լավ է, մաքուր ոսկուց, իմ բերքը ընտիր արծաթից։ Ես քայլում եմ արդարության ուղու մեջ եւ իրավունքների շավիղներում, որպեսզի ինձ սիրողներին հարստություն ժառանգեմ եւ նրանց գանձարանները լցնեմ։ Այս հատվածը սկսում է շատ կարևոր հայտարարությամբ։ 12-րդ համարը։ Ես իմաստությունս բնակվում եմ խորագիտության հետ եւ գտել եմ խելամտության գիտությունը։ Չի կարող մեկը իմաստուն լինել, բայց իրեն թեթևամիտի պես պահել։ Չի կարող մեկն ասի ես իմաստուն եմ, բայց իրեն խեղճ կատակի պես պահի։ Չի կարող մեկը սիրելիներ ասի հայտարարել, որ ինքը իմաստուն է, բայց լրբության վարքագիծ ունենա։
չի լինում սա, չի կպնում սա մեկը մյուսին։ Եվ դրա համար ասում է, ես իմաստությունս խորագիտության հետ եմ բնակվում, խորագիտության հետ, եւ գտել եմ խելամտության գիտությունը։ Այստեղ թեթևամտության եւ այլ սխալ վարքագծի տեղ չկա։ Բնակվում եմ խորագիտության հետ։ Սա նշանակում է, որ իրական իմաստությունը չի գոյանում կամ առաջանում մակերեսային գիտելիքի կամ անձնական փորձի հիման վրա։ Այն ապրում է խորության մեջ, այն մարդու սրտում, ով խորությամբ է մտածում, զգում եւ տարբերակում լավը վատից։ Հովնան 4:11 համար։ Իսկ ես չխղճամ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ 120,000 մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախ ձեռքից չեն տարբերակում։ Իսկապես տեսնում ենք, ինչ է նշանակում լինել իմաստությունից հեռու։ Մարդիկ, ովքեր որ կարծում են տարիներով ճիշտ են անում, ճիշտ են ապրում, ճշմարտության մեջ են գործում, սակայն Աստված դիտելով իր իմաստությամբ ասում է հետևյալը, որ ես խղճում եմ ձեզ։ Իսկապես մեղք եք դուք։ Դուք դեպի մահ եք գնում եւ չեք գիտակցում։ Դուք մինչև անգամ չեք հասկանում, չեք տարբերում, թե որն է ձեր ձախ ձեռքը եւ որն է ձեր աջ ձեռքը։ Ձեր աջ ձեռքը ձախ ձեռքի տեղ եք դնում, ձախ ձեռքը աջ ձեռքի տեղ եք դնում, դուք շփոթված կյանք եք ապրում։ Դուք պատկերացնում եք, երբ որ մենք հոգեվորապես ուշադիր չենք, երբ որ մենք հոգեվորապես զգոն չենք, զգաց չենք, պատկերացնում եք մեր կյանքի խաչմերուկներում որքան սխալ տեղեր ենք գնում, որքան սխալ տեղեր ենք մտնում, որովհետև մենք լսում ենք մեր ականջին ձայնը գալիս է, բայց չենք ընկալում նրա ճշմարտության խորությունը։ Եվ իմաստությունը հենց սա է մեզ բացահայտում։ Եվ Եսայա մարգարեության մեջ 5-րդ գլուխ 20 եւ 21 համարներն ասում է. Վայ նրանց, որոնք չարին ասում են բարի, բարիին ասում են չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում եւ լույսը խավարի, որոնք դառը դնում են քաղցի տեղ եւ քաղցրը դառի։ Օ, նրանք, որ իմաստուն են իրենց աչքին եւ խելոք ըստ իրենց։ Այսինքն իրանք իրանց մասին ունեն լավ կարծիք, որ իրենք իմաստուն են, իրենք շատ խելացի են, բայց մինչև որ կարծում են, որ իրենք խելացի են եւ իմաստուն, ասում է քաղցրը դառից չեն տարբերում, աչը ձախից չեն տարբերում, լավը վատից չեն տարբերում, չարությունը բարության հետ են շփոթում եւ խառնում չարին, բարի են ասում բարիին, չար են ասում, չեն հասկանում, թե ինչ է կատարում ոչ իրենց ներսը եւ ոչ էլ իրենց շրջապատի մեջ չեն հասկանում, թե ինչ է կատարում։ Այստեղ խորագիտությունը նշանակում է խորը դիտողություն, հոգևոր ըմբռնում, ներքին իրավիճակը ճշմարտությամբ ըմբռնելու ունակություն։ Այսինքն, այն կարողություն է հասկանալու իրավիճակի ներսի խորը ներքին իմաստը եւ ոչ թե միայն արտաքին տեսքը։ Երբեմն մենք միայն արտաքին տեսքն ենք տեսնում, մեր ականջներին միայն սովորական բառերն են գալիս, բայց դրանից են կողմ չենք կարողանում անցնել եւ հասկանալ ճշմարտությունը, թե որն է։ Եվ ասում է գտել եմ խելամտության գիտությունը, այսինքն իմաստություն իր մեջ ունի խելամտություն, բանականություն եւ գործնական բանական վարքագիծ ունի։ Խելամտություն նշանակում է մտքի հավասարակշռություն, ողջամտություն, ճիշտ որոշումներ ընդունելու կարողություն։ Սա գործնական իմաստությունն է, թե ինչպես ապրել, խոսել եւ վարվել այնպես, որ դա բարի պտուղ բերի իր մեջ։ Ուրեմն իմաստությունը ոչ միայն գիտելիք է, այլ ներքին տեսողություն, որը միավորում է խորը ըմբռնումը եւ գործնական ճիշտ քայլը։ Երրորդ կետը իմաստության սկիզբը։ Այո, նա ունի հետևանք եւ նաեւ իմաստության սկիզբը։
Որտեղից է գալիս իմաստության սկիզբը, որտեղից առաջացավ իմաստությունը։ 22-ից 31-րդ համարներն ասում են. Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհների սկզբին, իր վաղեմի գործերից առաջ, հավիտենությունից առաջ եմ ես հաստատվել, սկզբից, երկրի սկզբնավորումից առաջ, անունները չեղած ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած, սարերի հաստատումից առաջ, բլուրներից առաջ եմ ծնվել ես, նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը եւ աշխարհի սկզբնական շամանդաղները, ես այնտեղ էի, երբ նա երկինքներն էր հաստատում, երբ անդունդների մակերեսի վրա կամար էր գծում, երբ պնդացնում էր վերևի ամպերը, հաստատում էր անդունդների աղբյուրները, երբ ծովի վրա նրա սահմանն էին դնում, որպեսզի ջրերը դուրս չգան իր հրամանից ու երկրի հիմքերն էր գցում, այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի եւ նրա ուրախությունն էի ամեն օր, մշտապես զվարճանալով նրա առաջ, ուրախանում էի նրա բնակեցված երկրի վրա եւ իմ ցնծությունը մարդկանց որդիների հետ էր։ Այստեղ իմաստությունը նկարագրում է որպես Աստծո ստեղծագործ աշխատանքի սկզբից գոյություն ունեցող զորություն։ Այն Աստծո հետ էր աշխարհի ձևավորման ժամանակ։ Սա ցույց է տալիս, որ Աստծո բոլոր գործերը հիմնված են իմաստությամբ եւ Աստված է հանդիսանում այդ իմաստության աղբյուրը։ Կողոսացիներում ուղված նամակում 2-րդ գլուխ 1-ից 3 համարները ասում է. «Կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի պայքար եմ մղում ձեզ եւ լաոդիկեցիների համար, նաեւ բոլոր նրանց համար, ովքեր ինձ անձամբ չեն տեսել, որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն, սիրով միմյանց միանալով եւ ամենայն ճոխությամբ հասնեն կատարյալ իմաստության, այսինքն Աստծո եւ Հոր եւ Քրիստոսի խորհուրդը ճանաչելուն, որի մեջ են թաքնված իմաստության եւ գիտության բոլոր գանձերը»։ Որտեղ է թաքնված իմաստությունը։ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգուն ճանաչողության մեջ։ Նրա մեջ է թաքնված իմաստության եւ ամեն գիտության գաղտնիքները, եւ Տերը ում որ ցանկանա կհայտնի։ Ուրեմն եթե ունենք այս իմաստության կարիքը, եկեք գանք դեպի Տեր ու ասենք, որ Տեր, ես ուզում եմ ճանաչել քեզ։ Ինչպիսի Աստված ես դու։ Ես ուզում եմ հասկանամ, ես ուզում եմ քեզնից ստանամ քո իմաստությունը։ Այս հատվածը նաև մարգարեական նկարագրություն է Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Հովհաննես ավետարան 1-ի գլուխ 1-ի համարից ասում է. «Սկզբումն էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկանց լույսն էր, եւ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց»։ Տեսեք, թե որքան նմանություն կա առակած այս հատվածի հետ, որ Տեր Հիսուս Քրիստոս այո, նա էր սկիզբը։ Ամեն բանին ինչ որ եղավ, նրա ներկայությամբ տեղի ունեցավ։ 4-րդ կետին գալով հետևյալն է. իմաստության խրատը։ Այո, այսօր իմաստությունը մեզ խրատ ունի տալու, խորհուրդ ունի տալու։ 32-ից 36 համարներն ասում են. «Եվ հիմա որդյակներ, լսեցեք ինձ, եւ երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները, խրատ լսեցեք եւ իմաստուն եղեք ու մի անտեսեք, երանի այն մարդուն, որ լսում է ինձ, ամեն օր հսկում է իմ դռների մոտ եւ պահպանում է իմ դրանդիկների մուտքումը, որովհետեւ ինձ գտնողը կյանք է գտել եւ Տիրոջից բարեհաճություն կստանա, սակայն իմ դեմ մեղանչողը իր հոգուն վնաս կտա, բոլոր ինձ ատողները մահն են սիրում»։ Սիրելիներ, իմաստությունը խոսում է կոչ անելով. «Որդյակներ, լսեք, հնազանդվեք, որովհետև դրա պտուղը կյանք է։ Ով լսում է, գտնում է կյանք եւ ստանում է Տիրոջ ողորմությունը, իսկ ով մերժում է, դրանով ցույց է տալիս, որ ընտրում է մահը եւ ոչ թե կյանքը,
Երկրորդ օրինացի մեջ ասում է. այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ, ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը, ուրեմն ընտրիր կյանքը, որպեսի ապրես դու եւ քո սերունդը։ Աստված այսօր էլ դնում է մեր առջև իմաստությունը եւ հիմարությունը։ Մենք ո՞րն ենք ընտրում, ոչ թե բառացի, այլ գործնականում ո՞րն ենք ընտրում։ Այբ որ եկեղեցու դռներից դուրս կգանք, կհանդիպենք իրավիճակների, բարդ խնդիրների, հարցերի, գայթակղությունների, դժվարությունների, ո՞րն ենք ընտրելու։ Ընտրությունը մերն է։ Հովհաննես 14-րդ գլուխ 6-րդ համարն ասում է. Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի կարող Հոր մոտ գնալ, եթե ոչ ինձանով, ասես Տեր Հիսուս։ Ուրեմն առանց նրա չկա ճշմարիտ ճանապարհ դեպի Հիսուս Քրիստոս։ Սա նշանակում է հետևյալը, որ եթե դու ունես Տեր Հիսուս Քրիստոսին, դու ունես այս իմաստությունը, որը որ բնակվում է քո մեջ, քո ներսը, ով քեզ ձևավորում է որպես Աստծո զավակ, ով քեզ նմանեցնում է Տեր Հիսուս Քրիստոսին եւ առաջնորդում է դեպի նրան նմանվելը եւ առաջնորդում է դեպի հավիտենական կյանքը։ Ամփոփելով, ով լսում է ինձ, նա կյանք է գտնում եւ Տիրոջից բարեհաճություն է ստանում։ Աստծո իմաստությունը միշտ բաց է մեզ համար, հարցն այն է, իսկ մենք արդյոք ունենք եւ տրամադրում ենք ժամանակ ու խոնարհ սիրտ լսելու Աստծո խոսքը ու հնազանդվելու նրան։ Իմաստուն մարդը նա չէ, ով շատ գիտելիք ունի, այլ նա, ով գիտի ինչպես ապրել ավետարանի սկզբունքի համաձայն։ Երբ կանգնես որևէ հարցի առջև, կարող ես հարցնել. իսկ ինչ կասեր Տիրոջ իմաստությունը այս հարցի մասին։ Եվս դրա քո որոշումդ կայացրա։